Սիրելի հայրենակիցները, այսօրվա մեր պատմահամեմատականության շրջանակներում ցանկանում եմ ձեզ համար ընթերցել մի հատված Կիլիկյան Հայաստանի պատմությունից։ Լևոն Մեծագործը և հայոց թագավորության միջազգային ճանաչումը։ Ուրեմն տեսեք, 12-րդ դարի վերջին մերձավոր Արևելքում ստեղծվել էր մի իրավիճակ, որը հմտորեն օգտագործելով Լևոն II-ը կարողացավ Ռուբինյան պետությունը իշխանության աստիճանից հասցնել թագավորության և միջազգային ճանաչում բերել Կիլիկիայի հայոց պետությանը։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա դիվանագիտական կապեր հաստատեց Սրբազան արամեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորոսի հետ։ Լևոնը խոստացել էր նրան օգնել խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ, իսկ կայսրը դրա դիմաց ճանաչելու էր Լևոնին որպես թագավոր։ Սակայն արշավանքի ժամանակ Ֆրիդրիխը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում, այդ նույն խնդրով իշխանը հարց բացատրեց Ֆրիդրիխի որդի Հենրիխ I կայսրի առաջ, վերջինս թագ ուղարկեց, բայց այն 2 տարի ուշացումով, 1198 թվականին միայն հասավ Կիլիկիա։ Բյուզանդիայի Ալեքսիոս կայսրը շտապեց առաջինը ճանաչել և 1196 թվականին թագ ուղարկեց Լևոն II-ին։ Ալեքսիոսը խորհուրդ էր տվել Լևոնին կերել բյուզանդական թագը, այլ ոչ թե հռոմեականը։ Հռոմի պապ Կելեստինոս III-ը պատվիրակություն ուղարկեց Լևոնի մոտ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադին։ Լևոնի հրավիրած հայ բարձրաստիճան հոգևորականների ժողովը որոշեց առերես ընդունել պապի որոշ պայմաններ։ Այսպես նախապատրաստեց հայկական թագավորության վերականգնման և Լևոնին թագավոր հռչակելու իրադարձությունը։ Թագադրությունը տեղի ունեցավ 1198 թվականի հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը Տարսոն քաղաքում։ Հայոց պետական ավանդույթի համաձայն թագավորի ածումը կատարեց ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Զոհապիրատը։ Բյուզանդիայի կայսր և Հռոմի պապի պատվիրակները հանձնեցին արքայական պատվանշանները։ Հիմա տեսեք պատմական համեմատություն։ Շատ վատ է, որ այսօր մենք չունենք Լևոն II-ի նման ղեկավար, իշխան կամ թագավոր։ Դե տեսեք, եթե հիմա իրադարձությունների նայենք հակառակ ռակուրսից, վատ է, որ չունենք Լևոնի նման մեկը, ով կկարողանար գոնե Վազգեն Սարգսյանից հետո Արցախի հանրապետության ճանաչման հարցը միջազգային դիվանագիտության մեջ դնել այնպիսի առասպելի վրա, որոնք կտանեին դեպի հայկական հարցի հաջողության, այլ ոչ թե Արցախի կործանման։ Բայց մյուս կողմից էլ ավելի լավ բան կա, մեր վախտը բերել այնքանով, որ Լևոն II-ի փոխարեն այդ ժամանակ Կիլիկյան իշխան չդարձավ մեր օրյա վարչապետը, մեր վարչապետը հակառակ բառակայմն անմիջապես կգլխատեր Կիլիկյան իշխանապետությունը եւ կասեր, քանի որ մենք չունենք միջազգայինորեն ճանաչված թագավորություն, ուրեմն մենք պիտի մեր տարածքները զոհաբերենք կամ Իգոնիայի սուլթանությանը, կամ Խաչակիներին, կամ Բյուզանդիային, կամ էլ Կտր Սալահադինին ամեն ինչ հարցը փակած կլիներ։ Սա մեր պատմահամեմատականությունը հարգելիներս հասկանալու համար, որ որքան է թուլացել այ մտավոր գենը, որ այսօր Լևոն II-ի փոխարեն մեզ իշխում են այնպիսիները, որոնք իրենց տեսակով կապիտուլյանտ են կամ նահանջող թրքահապատակ։ Իսկ լավ է, որ միջնադարում դեռ կային Լևոնի նման մարդիկ, ովքեր կարողացան չճանաչված հանրապետությունը, չճանաչված իշխանությունը հասցնել թագավորության մակարդակի և կարողացան եվրոպական երկրների հետ ճիշտ դիվանագիտության արդյունքում Կիլիկիայի իշխանությունը ճանաչել տալ թագավորություն։ Սա էլ այսպես, այլ այսօրվա մեր դասը։ Շնորհակալություն, կհանդիպենք։